The Insider-ի հետաքննության երկրորդ շերտը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ու փափուկ ուժն են։ Հոդվածի համաձայն, ԱԳՆ-ում Հայաստանի ընտրություններով զբաղվում է Միխայիլ Կալուգինը, ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։ Նրա կարիերան սկսվել է Լիտվայում, որպես մամուլի քցորդ, երբ դեսպանատունը ղեկավարում էր ՍՎՌ-ի նախկին փոխտնօրեն Յուրի Զուբակովը։ 2006 թվականին Լիտվայի հատուկ ծառայությունները Կալուգինին կասկածել են ռուսական հետախուզության հետ աշխատանքի մեջ, և նա հետ է կանչվել Մոսկվա։ 2016-ին Կալուգինը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական խորհրդական էր, իսկ նրա անունը հայտնվել է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտության հրապարակումներում։ Հայաստանում ակտիվ են նաև Գորչակովի հիմնադրամը, Կապերի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը, ՌԻՍ-ին ու տարբեր փորձագիտական հարթակներ։ Ռուսական տունը Երևանում ղեկավարում է Վադիմ Ֆեֆիլովը, նախկին ՆՏՎ-ի ռազմական թղթակիցը։ Հոդվածը նշում է նաև Իգոր Չայկային, ում միջոցով, ըստ հետաքննության, անցել է Մոլդովայում պրոկրեմլյան ընդդիմության ֆինանսավորումը։ Սա դիվանագիտություն չէ, սա համակարգված ազդեցության շերտ է, պաշտոնական լեզվով, կազմակերպված մարդկանցով ու կանխատեսելի նպատակով։